Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Արուջ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության 3-րդ փառատոնին։ Միջոցառումն անցկացվել է Արուջի Սուրբ Գրիգոր եկեղեցում։ Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր ու մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը։ Բաքուն եւ Անկարան պայմանագիր են կնքել, որով Թուրքիան Ադրբեջանից Կասպից ծովի Աբշերոնի հանքավայրից 33 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարը։ Պայմանագիրը կնքվել է 15 տարով։ Հալեպի հայաշատ հատվածում մի քանի ժամվա հրադադարից հետո բախումները վերսկսվել են։ Սուրբ Ծննդյան հաջորդող մեռելոցի արարողությունները չեղյալ են հայտարարվել։ Նահանգապետի որոշմամբ հունվարի 7-ին Հալեպի բոլոր ուսումնական հաստատություններում դասերը չեղարկվել են։ Փակ կլինեն պետական հաստատությունները, արգելվում են բոլոր հավաքները։ Փարիզում կամավորների կոալիցիայի գագաթնաժողովի ժամանակ Զելենսկին, Մակրոնը եւ Սթարմերը ստորագրել են հռչակագիր Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրից հետո Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման վերաբերյալ։ Այդ ուժերը կոչված են ապահովելու Ուկրաինայում վտանգություն ու կանխելու հնարավոր նոր ագրեսիան։